Արևիկ, ես չգիտեմ քեզ հայրդ ինչ է ասել, բայց... Ման պապան ինձ ոչ մի բան չի ասել։ Ուղղակի զանգել էր։ Հարցրեց տանն ես։ Մամ, ես հասկանում եմ, որ դու պապայի հետ ես վիճել։ Մենք չենք վիճել։ Բայց դու այնտեղ ես եղել։ Ու հաստատ այս ամեն ինչը կապ ունի պապայի հետ։ Պետք է որ լուրջ բան եղած լինի։ Աստված իմ, եթե իմանամ, որ նրանք կարող են միանալ, ամեն ինչ կանեմ դրա համար։ Գնացինք։ Հա, կարող ենք դուրս գալ։ Դե։ Ասա պապ։ Ուրախ եմ, որ եկել ես։ Ես էլ չգիտեմ, ինչ պատճառով ես վերադարձել, բայց ուրախ եմ նրա համար։ Պապ, պետք է հնարավորինս շատ ավարտեմ գիրքս, հենց ստեղ ես տանը։ Մենք բոլորս անհամբերությամբ սպասում ենք դրա, քո գրքի։ Գիտեմ։ Նարեկ, ես մենան օրը երջանիկ կլինեմ, և գիրք լույս տեսնի։ Հետո դու համոզվես, որ ես միտք չունեի քեզ ուժով իմ ոլորտ տանելու։ Ես ընդամենը ուզում եմ, որ դու ինչ-որ բան անես տղաս։ Դու, ինքդ, ինքնուրույն։ Ես կանեմ, պապ։ Ես շատ ուրախ կլինեմ։ Պապ, ես շուտով կավարտեմ գիրքս։ Ես քեզ հարցեր չեմ տալիս գրքիդ մասին, որովհետև համոզված եմ, որ չես ասելու ոչինչ։ Պապ, ես քեզ խոստանում եմ, հենց ավարտեմ առաջինը դու կկարդաս։ Հուսով եմ։ Հաստատ, պապ, խոստանում եմ։ Ես քեզ շատ եմ սիրում։ Գնանք։ Մենք չենք կարող հիմա Լիզային մենակ թողնել։ Պետք է մի բան մտածել։ Ախր ես մենակ ոչինչ անել չեմ կարող։ Ան, բարև, որտեղ ես։ Ձեր տուն եմ գնում։ Հա, մամային բերել են, ես էլ կգամ տուն, հետո կվերադառնամ աշխատանքի։ Դրա համար էլ գնում եմ, դու մի արի։ Ոնց չգամ։ Աշխատի Մարիշ, մամատ լավ է։ Ես կգնամ, մամաս իրա մոտ է, երեկոյան կգաս ու կտեսնես։ Ան, ես ուզում եմ խոսել քեզ հետ։ Ինչ ա եղել։ Դե կհանդիպենք, կասեմ։ Լավ, ես հետո ընկերություն եմ գնալու։ Դե լավ, ես կգամ քեզ մոտ, հետո էլի հետ կգամ։ Ես պետք է արագ մի բան որոշեմ, շատ արագ։ Ինչա կատարվում, ամբողջ մարմնով դողում եմ։
Ամբողջ կյանքս դու ես փչացրել, ամբողջ կյանքս։ Ես մինչև հիմա հիշում եմ այն ամեն ինչը, ինչի մեջով անցել եմ քո պատճառով։ Չեմ կարողանում ես, չեմ կարողանում ստիպել, որ մոռանամ, որ ներեմ։ Հիմա հասկանում եմ, որ պետք է տանը լինեմ, ես պետք է գնամ, գիտեմ, բայց չեմ կարողանում ու երևի չեմ էլ կարողանա։ Ես պետք է մտածեմ, որ ոչինչ չի եղել, ես պետք է։ Վերջ, Վարդան, վերջ քեզ հավաքի, ոչ մի բան չի եղել, ես պետք է հիմա մտածեմ միայն Աննայի մասին ու իմ հիմա միայն նրանք են կարևոր, Երանի ես ամեն ինչը սխալ լինի, Երանի այնքան ուրախ կլինեի, ինչ ուրախ էի, որ երեխա եմ ունենալու, երեխա, իմ երեխան ամեն ինչ կփոխեր, իմ կյանքը ուրիշ կլիներ։ Բայց ես ոչ մի պայմանով չեմ կարող վտանգել Աննայի կյանքը, դա թույլ չեմ տա երբեք, չէ։ Աննան այնքան հանգիստ է կամ էլ չգիտեմ, երևի ուղղակի հանգիստ է ինձ ցույց տալիս, բայց ես խոստացել եմ նրան, որ կսպասեմ։ Ու ինձ միայն մնում է խնդրել Աստծոց, որ այս ամեն ինչը սխալ լինի։ Ես պետք է հավատամ դրան։ Ամեն ինչ լավ է լինելու։ Որ կողմ ես գնում։